Պարոն Ղազենյան, տեսեք, իշխանությունը մասնավորապես Ռոմանուշ Պետրոսյանը ու այլ քվեական պատգամավորներ իրենց քարոզչությունն այն համատեքստում է, որ հեծը այդ վարչական բարույթի ավարտին ընդհանրաչ է այս հայտարարությունները անում ու դες նեղատում են մարդկանց աչքերին թոզ փչելու մեջ եւ մանիպուլացնող հայտարարություններ անելու։ Ուզում եմ ձեր գնահատականը լսեմ այս քարոզչության վերաբերյալ իշխանության։ Ու մեկ էլ դուք անցած անգամ ասացիք, որ քաղաքական պատվեր կա եւ վարչական բարույթի որոշումներ անելու, որ լիցենզիայից զրկվում է։ Ես ուզում եմ հասկանալ, եթե լիցենզիայից ամեն դեպքում հեծը զրկվում է, ինչ որ կոլապս առաջանալու է, դա ենթադրում է, որ կարող է խնդիր առաջանալ, թե ոչ։ Կարող է կոպիտ է ասված, բայց այսօր արդեն ես հեծի գործունեության այդ վատթարացումը տեսնում եմ։ Լինելով 20 տարի համակարգի մարդ, տեսնում եմ վատթարացումը, ավելի է վատանալու համոզված եմ, Աստված տա սխալվեմ, որովհետև ես չեմ ցանկանում մեր ժողովուրդը այսպես իրանց նյարդերով, առողջությունով, ամեն ինչով վճարի ինչ-որ մի փոքրիկ խմբակի կատարած գործողությունների համար։ Աստված տա սխալված լինեմ, բայց հաշվի առնելով իրենք ինչպես են կառավարում պետությունը, կարծում եմ, որ ստեղ էլ են նույնը կառավարելու ավելի վատ։ Երկրորդը քաղաքական պատվերի մասին հիշում եք, երբ որ անգամ էներգետիկայի մասին օրենքի փոփոխությունները երկրորդ ընթերցում չանցած, կառավարության ղեկավարը հաստատեց հեծը ազգայնացվելու է, եթե չեմ սխալվում։ Հասկանում եք ինչի մասին ենք խոսում, այսինքն դրանից հետո պետք է երկրորդ ընթերցում անցներ, դրանից հետո պետք է նախագահը ստորագրեր, միգուցե նախագահը չէր ստորագրում, ուղարկում էր Սահմանադրական դատարան սահմանադրականությունը ճանաչելու, դրանից հետո պետք է տարածքային կառավարման նախարարությունը հաղորդում ներկայացվեր, դրանից հետո պետք է հանձնաժողովի նախագահը միանձնյա որոշեր վարույթ հարուցեր, որոշեր վարույթի սահմաններում այդ պատժամիջոցը ընտրեր կառավար, այսինքն այս ամբողջ գործողությունները չարած եղել է հայտարարություն։ Կարող եք ասել, ես ինչու չպետք է ունենամ հիմնավոր կասկած, եթե ոչ համոզմունք, որ դա քաղաքական պատվեր է։ Եվ այսօրվա գործունեությունը։ Հանձնաժողովի նախագահը ասում է վարույթը չավարտվի, միջև վարույթը չավարտվի, ես բան ասում են տնօրենների խորհրդի նախագահի ստացածը եղբայր մտնում է սակագնի մեջ, թե ոչ, ինչ կապ ունի դա վարույթի հետ։ Վախում ես, ասես չի մտնում։ Վախումա չէ, փաստորեն, որովհետև չի մտնում իրականում տնօրենների խորհրդի ստացած գումարը սեփականատերը տնօրենների խորհրդի ինքն է ձևավորում, ինքն էլ վճարում է։ Այդ ոչ մեկ չի կարող արգելել։ Բայց երբ որ հարցնում ասում են գլխավոր տնօրենի աշխատավարձը դուք եք սահմանում, ասում են չէ, ես չեմ սահմանում, ես ընդհանուր աշխատավարձային ֆոնդ եմ սահմանում։ Այս երկակի ստանդարտները ասենց ինքնա ոչնչացումով երիտասարդ տարիքում լավ ինչ են զբաղվում, ինչի